Ուղղակի 21-ի գիշերը ես գործի եմ եղել բաժնում, ժամը այդպես 11:30-12-ի սահմաններում, այդպես բերման են ենթարկել պետին մեր, Ռազմիկ Արթենյանին, իր տղա Սամվել Արթենյանին, ուրեմն իր հորեղբոր տղա Կարեն Արթենյանին։ Այդպես մեկ էլ մի ժամ հետո երևի այդպես մեկի մոտերը կլներ Սամվել Արթենյանին, բերին Կարեն Արթենյանի հետ արեցին այդ բանը, կուտուսկե, ճավերի հետևում։ Բանն էլ դե ես էլ ասել եմ պարոն Արթենյանին ոչ տենում էի, ոչ էլ իրան էլ երկրորդ հարկն էին այդպես սենյակի Ադալյանի սենյակում պահում, դե որպես ես էլ մեր պետ ահա բան է անը բարձանում է, որ այդպես տենայի ինչա ինչի, չեն թողում։ Բանը բա դու գործ ունես, ոբշեմ սես, ոբշեմ մնես, վաղը վարչության պետը կգա, ոբշեմ կարգավորվի։ Չէ, առավոտվա 11-ը, այդպես սոված ծառա պահին է բանը, դե Արթենյանի ես շեֆ եմ ասում, էլ սենց ասել։ Շեֆին պահին բանը, այդ ինչ են ասում, այդ վերևի սենյակում Սամվել Արթենյանին, Կարեն Արթենյանի հետ մինչև 11-ը պահեցին բանում, այդ կուտուսկե։ Ոչեմ դրանից հետո վարչության պետը եկավ։ Եկավ ընդ էլ ինչ ջարդու փշուր, էլ ինչ քֆուր, էլ ինչ չաֆար, էլ ինչ տետեր։ Ընդ ներկայացին Ռազմիկի տղեն որն է։ Մի հատ ես չեմ պատկերացնում, եթե թուրքը այդ քայլերին էթար։ Այդպես 15 թվի երերն արի, էլ մեր, էլ կնիկ, էլ հարս, էլ չեմ մամիչ ոբշեմ սեն, ոնց հայել եք, այդ քֆուրները գրել եմ։ Եկավ, բա դու ես սարա օպերներից ծեծեք, սա հելնում եմ, վերև հորը ծանեմ, ընենցանեմ։ Ես ատե արդեն չգիտեի ինչա կատարվում։ Բռնի ծեծին, ոբշեմ նորից հանին կցին այդ վանդակի մեջ։ Հանին կցին վանդակի մեջ մինչև ժամը 7-8-ներ արդեն մութ ընգնում էր։ Այդ հունվարի 22-ի իրիկվա մասին է խոսքը։ Այդպես բերին Վիլիսը, այդ միլիցիայի Վիլիսը բերին այդ կալանավորների։ Այդ պուլտի հերթապան եմ ելել։ Պետին բռնել են, այդպես ես չեմ գնացել տունել, իսկ սպասել եմ, որ տենամ վլեք ինչ արում։ Իրիկվա մութներ, մեկ էլ բանը, այդ Վիլիսը բերին, մեկ էլ տեսա շեֆին ընդից ձեռնաշղթաներով, ոբշեմ իջցին, Սամվելին էլ իջցին, Կարենին թողին այդ կուտուսկեն։ Սամվելին ու շեֆին առանձին այդպես բաներով տարան, ավտոներով։ Կարենին ժամը 9-ին թողին։ Ես էլ գնացի ճիշտ է գրել, սարքած գործ էր, այդ վեճը, վիճաբանությունը եւ այլ, իրանց պետք է որ ոսկի պետին այդպես այդ ձևով պատժեին, իր տղուն պատժեին։ Մնաց, այդպես իմ կնոջս մորքուրի ամուսինը գրնի այս միլպետի ընկերը, շատ մոտիկ ընկերն է, Քոչարյանի։ Ոբշեմ ամբողջ գիշեր ինձ անհանգստացի։ Բա քեզ սպասում ասում Քոչարյանը, ոբշեմ ինքը քեզ լավ գործ առաջարկում, արդեն այդ իմ գրելուց հետո։ Պետք է գաս այդպես իրան շոֆեր ելնես, ոբշեմ այդ գործի դյան տաս։ Ասի, չէ, այդպես բան չկա։ Ուզում եք ինձ միլիցիայից հանեք, ուզում եք ոբշեմ ես ինչ արեք։ Եկա ես այս մարդու գրեն չեմ կարա սուտ բաներ գրեմ, էլի։ Քոչարյանը բաներ արել թե որ եթե դու չգրեք իր վրա, դու չեք աշխատելու։ Իրանց էլ գրել են իրանց աշխատանքի բերումով վախից գրել են ախպեր ջան։ Ես էլ ասի ես չունեմ վախենալու, ոչ մի բան չունեմ։ Ոբշեմ ինքը դրեց սաղին իր տեղակալներով, իր շարքայիններով, իր ով որ ասես մեկ արեք, մեկ կարում եք պետք է գրեք սրանց վրա։ Էլի չէի պատկերացնում, որ ես իրանից չէի վախենալու։ Մեկ է բաժնի պետը բանը, արա բաժնից վրեն ես գրեմ, ասի բաժնից վրեն չեմ գրեմ, ասի ինչ-որ գրել եմ, իրականություն եմ գրել։ Բատվետորը որ տեսել է, ասի բաժնում հերթապայմ էլ է։ Բայց մի քիչ բան էլ է, արի նստի, ոբշեմ, հլը տենանք։ Լասի, պետք է սաղ ձեր հարազներն է, ոբշեմ էսի տեսավ, բայց քեզի կուտ չեմ տալի, պետը տա 15 տարվա, լավ ես անում, պատժկա ես անում, բայց արի այդ գրածդ վեկալ ստից ռատ էլի, ես էլ ասի ոչ մի դեպքում ասի, տենց բան չկա։ Մնաց, գնաց ես վրես գրել է, թե ես իմ կամքով գնացել եմ, իր դուռը բացել եմ, քացով տվել եմ, ոբշեմ ասել եմ իմ հանդեպ ես ինչել, պարտավորություններ ունեմ ես Ռազմիկի հանդեպ, ես գնացի իմ շարքային հալով իրան վաղցրեցի, սարքին գրին գլխից, բաժնի այդ Ադալյանից բռնած, Քոչարյանից բռնած, ծաղից գրին գլխից, թե ասպերս Յանի ես քացով գնացել եմ իրանց դուռը բացել եմ, ոբշեմ իրանց ահ եմ տվել, ես ինչ եմ արել, բայց դա սուտ լրի։